Բարի գալուսիվիլներ, տաղավարում հյուրընկալել է Միացյալ Նահանգների Լիահայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Արման Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Գրիգորյան, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են հիմա բավական լարված եւ գնալով այդ լարվածությունը կարծես աճում է հարաբերություններում եւ երբ անգամ երկրի ղեկավարներն են միմյանց հետ խոսում եւ ընթերցում ես մամուլի հաղորդագրությունները, կարծես ուղղակի ոչ թե դիալոգ է տեղի ունենում, այլ մեկը իր դիրքորոշումներն է փորձում առաջ տանել, մյուսը իր, այսինքն Պուտինը ասում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, Հայաստանը ասում է, որ այն պատժամիջոցները կամ չգիտեմ սահմանափակումները Ռուսաստանը կիրառում են, ԵԱՏՄ կանոններին հակասում են եւ պետք է այդ հարցը լուծվի։ Այնուամենայնիվ շատերը կարծում են, որ Հայաստանի ընթացքի Եվրոպական միություն կամ անդամակցության հետ կապված հարցերը առաջիկա 10-15 տարիների կտրվածքով գոնե անիրատեսական են, հա։ Այդ դեպքում եւ դա Ռուսաստանում եւս նաեւ հասկանում են։ Այդ դեպքում եթե դա Ռուսաստանում հասկանում են, եթե շատ փորձագետներ են դա հասկանում, ինչու այդ այս ոչ իրատեսական կամ անիրատեսական հերանեկարի վրա է շեշտադրում կատարում Ռուսաստանը, այն էլ Եվրամիության անդամակցության վերաբերյալ օրենք ընդունելուց 1 տարի հետո մոտավորապես, եւ այդ շեշտադրում կատարելով դա Հայաստանին կոպիտ ասած մղում է որոշակիություն մտցնել մի հարցում, որում Հայաստանը չի կարող որոշակիություն մտցնել հիմա։ Ո՞րն է պատճառը։ Ես չգիտեմ Հայաստանը կարող է որոշակիություն մտցնել թե ոչ։ Իմիջայլոց ես երեք մի տեղեկություն տեսա մամուլում, որ ոչ նույն տոնով ու ոչ նույն մասշտաբի պահանջներով, բայց Եվրոպական միությունն էլ ինչ որ պահանջներ է ներկայացրել Հայաստանին ընտրություն կատարելու, մասնավորապես ինչ որ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, կամ ինչ որ տնտեսական դա պետք է ճշտել։ Հա, ես էլ 100%-ով չեմ երաշխավորում, որ դա բան է, ստուգված ինֆորմացիա է, բայց ինչ որ հանրային հայտարարություն չի եղել դրա մասին։ Հա, մի խոսքով Եթե նույնիսկ եվրոպացիները դա չեն արել, ինձ համար մի բան հստակ է, համենայն դեպս 2022 թվականից սկսած, երբ Արևմուտքի Ռուսաստանի հարաբերությունները մոտավորապես կոնֆլիկտայինից վերածվեցին արդեն հակամարտության եւ դրանք ընդունեցին զրոյական արդյունքով խաղի տեսք, հստակ էր, որ Հայաստանի այդ ավանդական մոտեցումը, ավանդական քաղաքականությունը եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահպանելու, դա դժվարանալու է, դա խիստ դժվարանալու էր եւ մեզ ստիպելու էին ինչ-որ կոշտ ընտրություն կատարել։ Դրան գումարած բավականին հստակ է, որ Հայաստանի իշխանությունները եւ նրանց աջակցող բավականին մեծ թվով ուժեր, որոշակի սոցիալական խավ նաեւ շատ հստակորեն կողմնակից է երկրի քաղաքական օրիենտացիան փոխելու։ Եվ այդ քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը վարում է արդեն վաղուց, նորից դրա նշանները կային շատ ավելի շուտվանից, շատ ավելի վաղուց, բայց 22 թվականից գոնե իմ տեսակետից դա բավականին հստակորեն ուրվագծվել է։ Ինձ համար հետեւաբար ավելի հետաքրքիր հարց է, թե ինչու ռուսները մինչև վերջերս ավելի կոշտ դիրքորոշում չէին ընդունել, մինչև վերջերս մի տեսակ աչք էին փակում այս իրադրության վրա, ճիշտ է, ինչ որ հայտարարություններ, ինչ որ փոխադարձ մեղադրանքներ, Զախարովայի ու Ալեն Սիմոնյանի փոխհրաձգություններ, Լավրովի ինչ որ ամենաբարձր մակարդակով։ Հա, բայց որ այս տեսակ հստակ ուրվագծված արդեն քաղաքական դիրքորոշում արտահայտվի, դա առաջին անգամ տեղի ունեցավ ընտրություններից առաջ Մոսկվա կատարած Փաշինյանի այցելության ժամանակ, երբ Պուտինը առաջին անգամ փաստորեն այդ ընտրություն կատարելու խնդիրը դրեց։ Հիմա ձեր կարծիքով ինչու այդ ժամանակից։ Ընտրություններին էր դա նվիրված թե ընտրություններից։ Մի քանի պատճառ կա։ Եթե մենք նայում ենք այն տեսանկյունից, թե Ռուսաստանը ինչու մի քիչ ավելի իներտ մոտեցում ուներ սրան մինչև վերջերս, չնայած նրանց համար դա տհաճ էր, Հայաստանի այսպես կոչված ստրատեգիական դրիֆտը տհաճ էր եւ անընդունելի էր, ինչու այդքան երկար հապաղեցին, ինչու վերջերս արեցին։ Իմ կարծիքով, որովհետեւ նախ Միացյալ Նահանգների ու Իրանի պատերազմը, ասենք արևմուտքի վիճակը շատ կտրուկ կերպով վատացավ, արևմուտքի, այսպես ասած, ազդեցություն պրոյեկտելու կարողությունները շատ ավելի կասկածելի դարձան այդ պատերազմի կոնտեքստում։ Ես նաև գուցե ձեր ունկնդիրները սա համարեն տարօրինակ պնդում, բայց ես կարծում եմ, որ Ուկրաինայում նույնպես արևմուտքի վիճակը շատ վատացել է,
վերջին շրջանում, չնայած մամուլում, հեռուստատեսությամբ ամենուր խոսակցություններն ավելի շատ այն մասին են, որ Ուկրաինան շատ ծանր հարվածներ է հասցնում Ռուսաստանին, շատ ծանր գին է պարտադրում, բայց այդ պատերազմի ելքը այդ նավթավերամշակման կոմբինատներին հարվածելով կամ Wildberries-ի պահեսներին հարվածելով չի լինելու, իրականում այդ տեսակ հարվածներ հասցնելու որոշումը ինքը ցույցիչ է այն բանի, որ ճակատում գործերը շատ վատ են Ուկրաինայի եւ գնալով վատանում են, հետեւաբար Ռուսաստանը ինձ թվում է մի քիչ ավելի համարձակ է դարձել, մի քիչ ավելի, այսինքն կարող է իրեն թույլ տալ իր դիրքորոշումները կոշտացնել եւ կարող ենք պատկերացնել, որ այդ դիրքորոշումների կոշտացումը ամրապնդվում է ինչ որ իրական քայլերի սպառնալիքներով։ Հիմա մի ուրիշ հանգամանք էլ կա այստեղ, որին ուզում եմ անդրադառնալ, նույն փաստարկները բերվում էին Ուկրաինայի պարագայում, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամության մասին խոսք չկար, ճիշտ է 2008 թվականին այդ որոշումը կայացվել էր, բայց հետո հետ քաշեցին այդ որոշումը, սառեցրին, եթե հիշում եք, այդ Մերկելի պահանջով ռուս-վրացական պատերազմից հետո այդ գործընթացը մի տեսակ սառեցվեց ու ակտիվ ինչ որ process ֆորմալ կերպով Ուկրաինան ՆԱՏՕ-ում ինտեգրելու չկար։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք պատկերացնում ենք այս տեսակ բաները, այդ մեթոդաբանական սխալ կա մեր մոտեցման մեջ, մենք սա պատկերացնում ենք որպես իրադարձություն, այնինչ սա գործ ունենք գործընթացի հետ։ Եվ այնինչ որ տեղի էր ունեցել Ուկրաինայում, եթե նույնիսկ ֆորմալ այդ process-ը սառեցված էր, դե ֆակտո Ուկրաինայի ինտեգրացիան ՆԱՏՕ-ի այդ ռազմական համակարգում շարունակվում էր եւ շատ հզոր տեմպերով տեղի էր ունենում դա։ Միացյալ Նահանգների արևմուտքի ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հետ տեղի ունենում մեծ տեմպերով եւ հիմա ասենք նույն մակարդակի բաների մասին չենք խոսում, երբ խոսքը Հայաստանի մասին է, բայց Հայաստանում էլ բավականին մեծ թափ է առել Եվրոպայի հետ մեր հարաբերությունները, մեր մերձեցման այդ գործընթացը շատ մեծ թափ է հավաքել եւ ռուսները ասենք չեն կարող պարզապես մտածել ռուսների տեսանկյունից դա այնքան էլ բան չի արտառոց չի որ նրանք մտածում են այս գործընթացը տեղի ունենում է այս գործընթացը որքան շուտ խեղդվի այնքան ավելի հեշտ կլինի այնքան ավելի լավ կլինի պատճառ չկա մտածելու որ ռուսների համար ռացիոնալ է ավելի շատ եթե նրանք սպասեն վերջնական որոշումը կայացվի եւ դրան հակազդող քայլ անեն արդեն ռուսների մոտեցումը ակնհայտորեն ավելի կանխարգելիչ մոտեցում է քան սպասելու եւ վերջնական որոշումից հետո հակազդելու Հասկանալի է, բայց այնուամենայնիվ այս գործընթացը սկիզբ է առել կամ թափ է առել Հայաստանի դեպի Եվրոպա ինտեգրում եւ այլ Եվրոպական միություն, արևմտյան կառույցների հետ գործակցության ջերմացումը կամ սերտացումը 2022 թվականի դեպքերից հետո հիշում եք 21-22 երբ Հայաստանի Լեռնային Ղարաբաղի վրա եղան հարձակումներ, փառուխի դեպքեր, հետո Հայաստանի տարածքի վրա եւ այլ եւ Ռուսաստանի կողմից չեղան հստակ արձագանք հատկապես սեպտեմբերյան հարձակումներից հետո 2022 թվականի։ Հիմա չեն հասկանում Մոսկվայում արդյոք, որ այսինքն գործընթացների հերթականությունը պետք է ճիշտ դիտարկել, չի եղել դաշնակցային պարտավորությունների կատարում, Հայաստանը Ռուսաստանի նման ստրատեգիական խորք ունեցող պետություն չէ։ Սյունիքի ճակատագիրը 2022 թվականի սեպտեմբերին ես հիշում եմ, այսպես մազից էր կախված, հա, մենք մտածում էինք, որ կկտրեն, չեն կտրի, չգիտեմ, Սյունիքը Հայաստանից եւ այլ եւ այլ։ Եվ պետք էր ինչ-որ գործողություններ, հատկապես որ դաշնակցի կողմից չկային գործողություններ։ Եվ հիմա Հայաստանը փորձում է անվտանգության ապահովման այլ մեխանիզմներ գտնել, գուցե ոչ կոշտ անվտանգության, ինչպես կլինի, չգիտեմ, ռազմական ներգործությունը, բայց այնուամենայնիվ որոշակի դիվերսիֆիկացիա։ Որն է այստեղ Հայաստանի գործողություններում ոչ լեգիտիմ Ռուսաստանի տեսանկյունից եւ ինչու չպետք է կարողանա Հայաստանը դա կատարել։ Նորից կատեգորիայի սխալ կա այստեղ, լեգիտիմությունը միակ պրիզման չի, որով պետք է հարցին նայել։ Եթե լեգիտիմության տեսանկյունից նայենք, ես ձեր հետ վիճելու բան չունեմ, ես ինքս եմ նաև դրա մասին խոսել ռուս գոլեգաների հետ, որ ձեր իսկ արժանահավատության համար դա մեծ վնաս էր, ասենք ձեր որպես դաշնակից, որպես ինչ որ բաներ զսպող պետություն, դուք թույլ տվեցիք դա այդ իրադարձությունների ժամանակ adekvat կերպով չարձագանքեցիք եւ դա հարված է ձեր իսկ հեղինակությանը այդ ամբողջ համակարգի լեգիտիմության եւ այլն։ Ես ինքս խնդիր չունեմ դրա հետ։
Բայց միայն այդ պրիզմայով խնդրին նայելը ինձ թվում է մեզ սխալ ճանապարհով է տանում եւ մեզ թույլ չի տալիս ավելի լայն կոնտեքստով խնդրին նայել։ Ուրեմն նախ եկեք հասկանանք, որ Ռուսաստանն ու Արևմուտքը իսկապես հիմա շատերը արդեն խոսում են երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե նույնիսկ այդ նկարագրությունը մենք մերժենք, ակնհայտ է, որ Ռուսաստանի մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Արևմուտքի միջև տեղի ունենում շատ լուրջ հակամարտություն, որը ունի ռազմական կոմպոնենտ, պրոքսի պատերազմ է տեղի ունենում Ուկրաինայում, դա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև չի այդ պատերազմը, դա ուրեմն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև է այդ պատերազմը։ Հիմա այդ կոնտեքստում, եթե մենք համագործակցում ենք Արևմուտքի հետ, եթե մեր համակրանքը Արևմուտքի կողմն է, եթե մենք բազմաթիվ քայլեր, հայտարարություններ, չգիտեմ ինչ որ բաներ ենք անում, որ մենք շուռ կգանք եւ կգնանք դեպի Արևմուտք, մենք մեր ստրատեգիական կողմնորոշումը կփոխենք, հապկից դուրս կգանք, հապկում մեր բանը կսառեցնենք այս կողմում։ Այսինքն Ռուսաստանը, եթե նույնիսկ Ռուսաստանի վարքագծի մեջ լեգիտիմության խնդիր կա, ռուսները նայելու են այս քայլերին եւ դրանից որոշակի հետևություններ են ալու, որ մեր օգտին չի բոլորովին։ Այսինքն այդ քայլերի հետևանքների մասին եւս պետք է մտածենք մեր դեպքում։ Նկատի ունենք։ Մենք առաջին հերթին դրա մասին պիտի մտածենք եւ նորից, երբ որ սրա մասին խոսում ես, ասում ես, բայց իրենք էին, բայց առաջինը իրենք արեցին։ Լավ, եթե մենք ուրիշ այլընտրանք ունենայինք իրական, եւ մենք կարողանայինք ռուսներին զսպել, ռուսների ձեռքը բռնել կամ ռուսներին ինչ որ գին պարտադրել նման վարքագծի համար, ես երկու ձեռքով կողմ կլինեի Հայաստանի կոշտ արձագանքին ու կոշտ քաղաքականությանը, բայց մենք ունենք ինչ որ պատրանք, որ մենք ռուսների այդ վարքագծին կարող ենք ինչ որ բան հակադրել, կամ որ Արևմուտքից մեզ կպաշտպանեն, կամ որ Արևմուտքից կտրամադրեն մեզ ինչ որ բաներ, որ Ռուսաստանը չի տրամադրում եւ այլն։ Իմ խնդիրը դրա հետ է։ Հիմա ես նաեւ ուզում եմ անդրադառնալ այդ հարցի մյուս կողմին։ Մինչև անդրադառնալը մի բան ճշգրտենք։ Ձեր քաղաքագիտության մեջ ես նկատի ունեմ, հա, ձեր շատ պայմանական ասած ձեր դպրոցի ներկայացուցիչները, որոնց ես մեծ հաշվով համարում եմ նաև Ջեֆրի Սաքսին, ամերիկյան մտածողների մասին է խոսքը, Միշհայմերին եւ այլն, մեծ հաշվով շատ հաճախ ասվում են բաներ, որոնք իսկապես շատ օբյեկտիվ են, Ռուսաստանի մասին խոսելուց, բայց ինձ թվում է ինչ որ առումով մյուս մտածողների կարծիքը հաշվի չի առնում այն առումով, որ Ռուսաստանը փոխվել է, այսինքն այն կատեգորիաներով խոսել Ռուսաստանի մասին, որ այնքը վտանգավոր է, ամեն դեպքում պետք է հետևանքների մասին մտածել եւ այլն, Ուկրաինայի պատերազմով երևում է, որ որքան է Ռուսաստանը թուլացել եւ այդ թուլացման հետևանքները կամ թուլացման հետ կապված որոշակի հետևություններ այնուամենայնիվ պետք է անել։ Եթե օրինակ, չգիտեմ, պատերազմի սկզբում Մոսկվայի վրա հարձակումներ չկային կամ Ռուսաստանի այլ քաղաքների վրա հարձակումներ չկային եւ դա շատ իլյուզիայի դաշտից էր թվում, հիմա մենք ամեն օր կարող ենք տեսնել, թե ինչպիսի հարվածներ են հասվում եւ էներգետիկ ենթակառուցվածքներին եւ չգիտեմ առևտրային ենթակառուցվածքներին եւ այլն, հա, սա ակնհայտորեն խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը ոչ թե ուժեղացել է, այլ թուլացել է այս պատերազմում եւ շատ երկրներ փորձում են իրենց գլխի ճարը տեսնել այդ թուլացման արդյունքում, այդ թվում նաեւ Հայաստանը, որովհետեւ այդ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել։ Ի նկատի ունեմ, դուք մի քիչ ձեր նման մտածողները, հա, եւ դուք մի քիչ կարող է հաշվի չեք առնում այդ Ռուսաստանի տրանսֆորմացիան, մի փոքր մտածում եք 2022 թվականի կատեգորիաներով։ Մի քանի բան կա, որպես պատասխան, կաշխատեմ չմոռանալ այդ բոլոր կոմպոնենտներին պատասխանի։ Նախ ես ձեզ հետ լավ, սկսեմ այն բանից, ինչ ասացի քիչ առաջ։ Եթե մենք խոսելիս լինեինք, ասենք մի տարի առաջ, գուցե ձեր այդ փաստարկին պատասխանելը ավելի դժվար կլիներ, բայց հիմա խոսել են մասին, որ Ռուսաստանը թուլացել է եւ եթե խոսում ենք Ռուսաստանի թուլանալու մասին այս հակամարտության կոնտեքստում, դրանից հետեւում է, որ Արևմուտքը ուժեղացել է։ Նորից եմ ասում, այնինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, իսկ մինչև Իրանի հետ պատերազմի նկատի ունեմ։ Բոլորովին նշան չի, որ Արևմուտքը ուժեղացել է։ Եվ նորից եմ ասում, այդ պատերազմը ինձ թվում է որոշակի այդ պատերազմում Ամերիկայի
վիճակը որոշակի ազդեցություն ունեցավ իմ համոզմամբ, ես հստակ բան չունեմ, դրա իհարկե հաստական հիմնավորում չունեմ, բայց ես կարծում եմ, որ դա նպաստեց, որ ռուսները մի քիչ ավելի կոշտացնեն դիրքորոշումները Հարավային Կովկասում, առանց որոշակի մտավախության, որ դրան առանց որոշակի մտավախության, որ ամերիկացիները կարող են հակաքայլեր անել կամ ինչ որ բաներ հակադրել դրան, որ այն ժամանակ ավելի հեշտությամբ կարող էին դա անել։ Երկրորդ, ես համաձայն չեմ Ռուսաստանի թուլացման հետ նաև այն առումով, այդ որ դուք նշում եք, որ Մոսկվային հարվածներ են հասցրել, ուրիշ քաղաքների են հարվածներ հասցրել։ Նավթ արտադրող երկիրը բենզինի ճգնաժամի մեջ էր։ Ավելի խայտառակ բաներ են տեղի ունեցել այդ նավթային այդ նավթավերամշակման գործարաններին կամ Wildberries-ի պահեստներին հարվածելուց առաջ նրանք Եկատերինբուրգում այդ միջուկային զենք կրող կործանիչ ռմբակոծիչներին հարվածեցին, որը այն ժամանակ որոշ մասնագետների մոտ շատ լուրջ մտավախություններ առաջացրեց։ Պաուտինա կոչվող, եթե չեմ սխալվում, պաուտինա, այդպես կոչվում է ռազմական գործողությունը։ Այո։ Հիմա հարց է առաջանում, թե նախ սա ինչու է տեղի ունենում, երկրորդ ինչու ռուսները չեն պատասխանում։ Ես կարծում եմ, սա տեղի ունենում ոչ թե այն պատճառով, որ ռուսները թուլացել են եւ ուկրաինացիք ու եվրոպացիք կարծում են, որ այնքան են թուլացել, որ չեն համարձակվի սրան պատասխանել։ Իմ խորին համոզմամբ Ուկրաինայում շատ ծանր վիճակը, որ հիմա ստեղծվել է ֆրոնտում, եւ այդ ծանր վիճակը եւ եվրոպացիների համար է եւ ուկրաինացիների։ Նրանք փաստորեն էսկալացիայի ուրիշ, այսինքն այդ էսկալացիայի սանդղակում ինչ որ բան են ուզում պարտադրել Ռուսաստանին։ Այսինքն նրանք ուզում են պարտադրել Ռուսաստանին հակահարվածներ հասցնել նաև դրան որպես պատասխան, չմնալ սահմանափակված Ուկրաինայում կոնվենցիոնալ պատերազմով, այլ հիմա քանի որ ամերիկացիների ու եվրոպացիների աջակցությամբ այդ տեսակ հարվածներ են հասցվում արդեն Ռուսաստանի ներսում, դրա իմաստը այն է, որ Ռուսաստանին ստիպեն կամ ինչ որ նոր զինատեսակներ կիրառել, խոսքս նույնիսկ բան է, տակտիկական միջուկային զենքի մասին է, կամ ավելի հավանական է, որ նրանք հույս ունեն, որ ռուսները կհարվածեն ինչ որ ամերիկյան օբյեկտների կամ ՆԱՏՕ-ի անդամ ինչ որ երկրների էսկալացիայի մակարդակը բարձրացնեն։ Էսկալացիայի մակարդակը կբարձրացնեն եւ դրա իմաստը այն է, որ եթե հանկարծ ՆԱՏՕ-ի անդամ ինչ որ երկրի հարվածի Ռուսաստանը, որ Լեհաստանում ինչ որ ամերիկյան բազայի հարվածի, որի միջոցով Ուկրաինան ինչ որ զենքեր է ստանում, կամ բանը Գերմանիա շատ վերջերս խոսակցություններ կային Գերմանիայում այդ դրոնների գործարանին հարվածելու մասին, բայց դա կարող է միանգամից առաջ բերել այդ ՆԱՏՕ-ի 5-րդ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետը գործողության մեջ դնելու խնդիր։ Այսինքն Ռուսաստանին սա պրովոկացիա է, որին Ռուսաստանը եթե պատասխանի, կարող է արդեն հարց առաջանալ, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ն արդեն ուղղակի առճակատման մեջ կմտնեն ստիպված։ Ես կարծում եմ մտադրությունը դա է եւ ես կարծում եմ Ռուսաստանը առայժմ բավականին զուսպ է պատասխանում այդ հարվածներին կամ ընդհանրապես չի պատասխանում այդ հարվածներին, հենց ելնելով այն հաշվարկից ու այն համոզմունքից, որ նրանք դրա կարիքը չունեն, որ պատերազմի ելքը վճռվելու է Ուկրաինայի ճակատում եւ նրանք չեն ուզում հավելյալ խնդիրներ ստեղծել, հավելյալ վտանգներ ստեղծել ամբողջ, ասենք Եվրոպայում միացյալ ամբողջ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ կոնֆրոնտացիայի։ Հիմա ես չգիտեմ, էլի ինչ որ բաներ ունեի կարծեմ։ Ներողություն, ռազմաճակատում, երբ որ ասում եք ռազմաճակատում ծանր իրավիճակ է Ուկրաինայի համար, հա։ Ինքս վերջերս եմ եղել Ուկրաինայում եւ կարելի ասել հարավից մինչեւ հյուսիս բարձրացել եմ տարբեր քաղաքներ այցելելով, որպես լրագրող։ Ռազմաճակատում չեմ եղել, չեմ կարող որևէ բան ասել, թեպետ Օդեսան մեծ հաշվով կարելի է ռազմաճակատ համարել, որովհետև ծովից հարվածում էին, որտեղ եղել եմ։ Բայց այնուամենայնիվ ռազմաճակատում, երբ որ նայում ենք տարբեր քարտեզներով այսօր, որ դիտարկում են ռազմաճակատի փոփոխությունները, տարի ու կեսվա մոտավորապես 2 տարվա ընթացքում մի քանի կիլոմետրի տարբերությամբ ինչ որ գործողություններ են տեղի ունեցել, այսինքն կամ ռուսները մի քիչ առաջ են գնացել կամ հետ են գնացել գործողությունների արդյունքում։ Այ որ ասում եք ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակ է ստեղծվել, ինչի նկատի ունեք։ 2 տարվա ընթացքում մեծ հաշվով ռազմաճակատ չի փոխվել։ Չէ, փոխվել է, շատ քիչ։ Հա, չէ, այդ քիչն էլ միայն հատկապես վերջին 1 տարվա ընթացքում չի փոխվել։ Այլ ասենք թե հատկապես ինչ են գրավել ռուսները եւ այդ մի քանի ամրոց քաղաքների գրավումը, հատկապես այս վերջին շրջանում, շատ կարեւոր
ռազմական նշանակություն ունի։ Դրանից հետո ինչ որ բաներ կարող են շատ ավելի արագանալ, բայց դա չի կարևորը։ Կարևորը ուկրաինական բանակի վիճակն է, ուկրաինական բանակում մարդուժի խիստ դեֆիցիտը, Եվրոպայի եւ Ամերիկայի կողմից որոշակի զինատեսակներ տրամադրելու դժվարությունները, հատկապես այդ հեռահար արտիլերիայի, ռակետների, հակահրթիռային պաշտպանության այդ համակարգերը հիմա այդ առումով Ուկրաինան ու Եվրոպան լուրջ խնդիրներ ունեն, չնայած դրոնները Ամերիկան հայտարարեց, որ պետրիոտների արտադրության լիցենզիա են իրենց տալու։ Այդ պետրիոտները շատ թանկ են, շատ դանդաղ է դրանց արտադրությունը եւ ոչ որևէ կերպ դրանք չեն կոմպենսացնելու այդ վիճակը, չեն հակազդելու։ Վիճակի վրա լուրջ ազդեցություն ունեցել է դրոնների կիրառությունը եւ այդ այսինքն հիմնականում եւ ուկրաինացիք շատ շնորհալի կերպով են այդ դրոնները ինտեգրել իրենց ստրատեգիայի մեջ, դա իսկապես դժվարացրել ու բարդացրել է ռուսների առաջխաղացումը, դանդաղեցրել է, բայց այնուամենայնիվ հիմնական խնդիրը ուկրաինացիներին չի հաջողվում լուծել ու ռուսները միևնույն է առաջ են շարժվում եւ ուկրաինական բանակը ծանրագույն կորուստներ է կրում, նրանք ունեն մարդուժի շատ լուրջ խնդրեմ եւ հիմա նաեւ քաղաքական խնդիր կա Ուկրաինայում, նույնիսկ Ուկրաինայի արևմտյան մասում այդ զորահավաքը արդեն լուրջ դիմադրության է հանդիպում, կարող եք միայն ենթադրել թե Ուկրաինայի մնացած հատվածներում այդ զորահավաքը ինչ դիմադրության է հանդիպում։ Պարոն Գրիգորյան, երբ որ խոսում էի Ռուսաստանի փոփոխության մասին, կարգավիճակի, դերի, չգիտեմ, հզորության եւ այլն, եւ դրանից պետք է հետեւություններ անեն տարբեր երկրներ եւ անում են այս պահին, հարցը հետեւյալ համատեքստում էր, երբ որ դուք ասում եք այ Հայաստանը երբ որ shift է անում, փոխում է վեկտոր կամ փորձում է փոխել վեկտորը, դիվերսիֆիկացնում է, չգիտեմ, տարբեր մարդիկ տարբեր ձև են անվանում այդ ամեն ինչը, պետք է ոչ միայն մտածի իր քայլերի լեգիտիմության մասին, պետք է մտածի իր քայլերի հետևանքների մասին նաև ամենաառաջին հերթին։ Իսկապես այդպես է։ Տվյալ պարագայում երբ որ մենք տեսնում ենք Ռուսաստանի իրավիճակը, երբ որ մենք տեսնում ենք 2022 թվականին չաշխատած այդ պայմանագրային պարտավորությունները, արդյոք Ռուսաստանի, այսինքն որևէ հետևություններ չանելը, տվյալ դեպքում նաև չդիվերսիֆիկացնելը քո հարաբերություն ավելի մեծ վտանգ չի ստեղծի, քան դիվերսիֆիկացնել, որովհետև կարող է եւ մնանք այդ պայմանագրերի պարտավորությունների շրջանակում ամբողջությամբ, հապկի ակտիվ անդամ եւ այլ, եւ դա ավելի մեծ վտանգներ ստեղծել, քան թե հնարավորություններ։ Նախ դիվերսիֆիկացնել նշանակում է եղածը պահել եւ ավելացնել այդ եղածի վրա, կամ ինչ որ ալտերնատիվներ ստեղծել։ Այստեղ խոսքը դիվերսիֆիկացիայի մասին չի, դիվերսիֆիկացիան ինչ որ բառ է, որը շատ փափուկ բարձ է դնում բոլորիս գլխի տակ։ Խոսք է գնում երկրի ստրատեգիական օրիենտացիան կտրուկ փոխելու մասին։ Դիվերսիֆիկացիա հիմա բոլոր պայմանագրերի մեջ է մնում Հայաստանը։ Նորից եմ ասում, մենք այդ մեթոդաբանական սխալը պիտի դադարենք անել։ Ես խոսում եմ գործընթացի մասին, մարդիկ ինձ պատասխանում են իրադարձության լեզվով։ Այդ գործընթացը ակնհայտ է, տեսանելի է, ռուսներն էլ հենց դրան են արձագանքում։ Մենք էլ դրա մասին ամեն օր բարձրաձայն խոսում ենք, որ մեր մտադրությունը դա է, մեր նպատակը դա է, մենք քայլեր ենք անում տարատեսակ այդ ուղղությամբ եւ երբ այդ խնդրի մասին խոսակցություն է սկսում, ասում բայց դե այդ մյուս բաներից մենք հո դուրս չենք եկել, մենք շարունակում ենք ինչ որ ձևով համագործակցել եւ այլ։ Իրականում հենց դա է խնդիրը, ռուսներն էլ ասում են դե ընտրություն պիտի կատարեք, դուք չեք կարող օգտվել ինչ որ բաներից, որից շահում եք դուք մեր այդ հարաբերություններում եւ շարունակել մի գործընթաց, որի վերջին հանգրվանը մեզ այդ ռեգիոնից դուրս շպրտելն է, արևմուտքի հետ ինտեգրվելն է։ Կարող է դա այսօր տեղի չունենա, վաղը տեղի չունենա, բայց վերջ առաջ, այսինքն մենք գիտենք արևմուտքի հիմնական մտադրությունն ու քաղաքականությունը այս ռեգիոնում Ռուսաստանի պերիֆերիայում ինչ է եղել 30 տարի արդեն։ Այդ երկրներին ինտեգրել արևմուտքի ռազմաքաղաքական ստրուկտուրաների մեջ Ռուսաստանի դեմ։ Ուրիշ բան չի նշանակում դա։ Եվ մենք այդ բաները, այդ նրբասացությունները, որ օգտագործում ենք, անընդհատ դա շեղում է այդ հիմնական բանից, հիմնական խոսակցությունից ու հիմնական նյութից, հիմնական խնդրից։ Իսկ հիմնական խնդրը դա է 30 տարի Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը փորձում են շրջապատել Ռուսաստանը, փորձում են թուլացնել Ռուսաստանը, Ռուսաստանի պերիֆերիայի երկրներին հանել Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի համար ստեղծել գլխացավանքներ եւ Ռուսաստանին դնել ինչ որ ստրատեգիական կախվածության վիճակում առնվազն, եթե ոչ ավելի, ասենք, եթե նույնիսկ ավելի էքստրավագանտ մտադրություններ չվերագրենք Արևմուտքին։ Եվ դա չտեսնել
ու համարել, որ ռուսները ես չեմ հասկանում ինչից են անհանգստանում, ոչ մի բան չի արել Հայաստանը, դա ինձ թվում է ազնիվ չի ընդհանրապես եւ ազնիվ չի ինքներս մեզ հետ պիտի ազնիվ լինենք։ Հիմա ես ուզում եմ պատասխանել ձեր հարցին, թե այդ 22 թվին ինչ տեղի ունեցավ։ 22 նորից եմ ասում, այդ միայն լեգիտիմության լինզայով դրան չի կարելի նայել։ Եվ ոչ միայն պիտի դրան նայենք, թե ռուսները ոնց կհակազդեն դրան, այլ նաև պիտի այդ հարցը տանք, թե ինչու դա տեղի ունեցավ։ Ի վերջո ինչու ռուսները չեկան մեզ օգնության։ Հիմա, երբ որ մենք ասում ենք, որ պիտի դիվերսիֆիկացնենք, պիտի էս անենք, անենք, ենթադրություններն են, որ ռուսները կամ չուզեցին, կամ չկարողացան։ Ես կարծում եմ, որ այստեղ ուրիշ խնդիրներ կային, այդ չկարողանալու պահը իսկապես հետաքրքիր է, դա մի քիչ դրան էլ կարելի է տարբեր ձևերով նայել։ Այսինքն չկարողացան ինչ-որ բան անել, այդ պահին նպատակահարմար չէր դա, ես կարծում եմ, որ այդ մոմենտը կար, հատկապես ասենք Ուկրաինայում այն ժամանակ վիճակը ծանր էր իրենց, եւ Թուրքիայի պոզիտիվ չեզոքությունը իրենց համար բավականին արժեքավոր էր։ Եվ դա կարող էր վտանգել Թուրքիայի չեզոքությունը, եթե ռուսները շատ ուժեղ հակազդեին դրան։ Հետևաբար նրանք նախընտրեցին այդ տեսակ կոշտ արձագանքի չդիմել։ Հա, չկարողանալու իմաստով էդ էր։ Բայց հիմա, եթե նրանք չկարողացան դա անել, եթե չկարողացան ջերմուկի պարագայում Ադրբեջանին զսպել կամ Ադրբեջանին դուրս մղել, որովհետև մտահոգված էին, որ ինչ-որ հետևանքներ կունենա։ Ես մի հարց եմ ուզում տալ, դուք ինքներդ ասացիք, որ Սյունիքը մազից էր կախված։ Հիմա եթե ադրբեջանցիները ռազմական ճանապարհով փորձեին այն ժամանակ Սյունիքն էլ վերցնել, չէին կարողանա վերցնել։ Եվ հարց է առաջանում, ինչու դա չարեցին, ինչու Սյունիքը չվերցրին ամբողջությամբ եւ արդյոք այդ պարագայում ռուսների հետ մեր հարաբերությունները, հայ-ռուսական դաշինքը կամ ռուսների մտահոգությունները, թե դա ինչ կնշանակեր, որևէ նշանակություն չեն ունեցել։ Գուցե չեն ունեցել, ես չգիտեմ, բայց ասենք այդ տեսակ պնդում անել, որ եթե ջերմուկում մեզ չեն օգնել, Սյունիքում էլ չէին օգնի։ Եթե ջերմուկում մեզ չեն օգնել, Երևանում էլ չեն օգնի։ Այդ բանը, այդ հետևությունները դրանք շատ կասկածելի հետևություններ են։ Բայց նաև կասկածելի է մտածել, որ եթե Սյունիքում չեն օգնել, Երևանում կօգնեն։ Կասկածներ կարող են լինել, բայց մարդիկ դա ոչ թե որպես կասկած ու որպես հավանականություն են բանանում մեջբերում, այլ դա ասում են որպես հաստատված փաստ, քանի որ ջերմուկում չօգնեցին, չեն օգնի Սյունիքում, չեն օգնի Երևանում։ Ինձ թվում է դուք ինձնից լավ գիտեք Rand Corporation-ի մասին, ամերիկյան, որը հատկապես Այսինքն չգիտեմ ձեզնից լավ գիտեմ, չէ՞ ես գիտեմ։ Չէ, նկատի ունեմ ավելի այդ երկրում եք աշխատում, ավելի քաջածանոթ կլինեք իրենց վերլուծություններին եւ այլ եւ այլ։ Ես հիշում եմ ժամանակին իրենք մի վերլուծություն էին գրել, որը արդեն բացված էր այդ վերլուծությունը, այսինքն իրենք ունեն փակ վերլուծություններ, ունեն բաց վերլուծություններ։ Խոսքը նաև դաշինքների մասին էր, հա։ Ինչու են այս կամ այն պետությունները այս կամ այն երկրի հետ դաշինքներ կնքում։ Եվ արդյոք ինչու մի դեպքում եւ ինչպես պետք է վստահես այդ պետությանը այդ կոպիտ ասած աշխատանքային իր անցյալին ինչպես պետք է նայես դաշինք կնքելուց առաջ։ Եվ ասում է հետեւյալը, պետք է նայես այդ պետությունը կոնկրետ դեպքերում իր դաշնակցային պարտավորությունները կատարել է թե ոչ եւ դրանից ելնելով ֆակտորներից մեկն էր գործոններից դրանից ելնելով նաեւ հասկանաս կնքել այդ պետության այդ դաշնակցային պայմանավորվածությունների մեջ մտնել թե ոչ վստահելի է այդ տեսանկյունից թե վստահելի չէ հիմա Ռուսաստանը երբ որ երկու տեղ օրինակ Սյունիքում Սյունիքի հետ կապված իրադարձություններ եղան եւ Ջերմուկում չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները ինչի մենք պետք է մտածենք որ այ Երևանում որ եթե ինչ որ իրավիճակ լինի Աստված մի արածցե ինքը անպայման կկատարի այդ թղթևանը եթե այնտեղ չի գործել այստեղ ինչու պետք է գործի հետևանքները Ռուսաստանի համար նույն Ռուսաստանի համար ոչ միայն մեզ համար դրա հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել դրա գինը շատ ավելի բարձր կարող է լինել դա կարող է շատ ավելի մեծ խնդրեմ լինել Ռուսաստանի համար, քան Սյունիքում ինչ որ 200,000, ինչ էր 200 քառակուսի կիլոմետր, բան Սյունիքում չէ, Ջերմուկում է 200 քառակուսի կիլոմետրը ստրատեգիական իրավիճակ, բանում ռեգիոնում չէին փոխում։ Ես սա չեմ ասում որպես արդարացում, ես ինքս ասացի, որ ես ինքս քննադատել եմ այդ վարքագիծը, համարել եմ, որ դա Ռուսաստանի հեղինակության համար շատ վատ էր եւ այլն։ Բայց համարել, որ Սյունիքի ստրատեգիական արժեքը կամ Երևանը ամբողջ Հայաստանը կորցնելու ստրատեգիական արժեքը նույնն է, ինչ որ 200 քառակուսի կիլոմետրը բանում Ջերմուկում, դրանք բան չեն էլի, ասենք չի հետևում, պարզապես չի հետևում դրանից, մեկից մյուսը չի հետևում։ Հիմա ես մի ուրիշ բան եմ ուզում ասել այս կապակցությամբ։ Մեր խոսակցության մեջ կարծես ինչ որ բան կա
ինչ որ ենթատեքստ կա, որ ամեն ինչ նորմալ էր մինչև 22 թվականը հայ-ռուսական հարաբերություններում։ Այ 22 թվականից սկսվեց ամեն ինչը։ Ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ դա ճիշտ նկարագրությունն է իրավիճակի։ Նախ մենք մերժեցինք Լավրովի պլանը պատերազմից առաջ, որը խնդիր էր Ռուսաստանի համար, հետո մեղադրեցինք Ռուսաստանին, որ նրանք մեզ չպաշտպանում, այսինքն այդ մեղադրանքները Ռուսաստանի ասեցին, ջերմուկից չի սկսվել։ Ջերմուկում ուղղակի շատ ակնհայտ էր, որ այնտեղ իրենք լեգիտիմ ինչ-որ պարտավորություններ ունեին, որոնք չկատարեցին։ Բայց բանից հետո, պատերազմից հետո մի ամբողջ, ինչ ասեմ, մի ինդուստրիալ մակարդակի դիսկուրս ստեղծվեց, որ ռուսները որպես դաշնակից լքել են մեզ եւ Ղարաբաղում մեզ չեն օգնել։ Բայց հետո Հայաստանը գերկախվածության մեջ էր մտել Ռուսաստանից եւ կարծես այնպես չի որ դժգոհ էր դրանից հետո։ Միևնույն ժամանակ, որ Հայաստանը հայտնվեց գերկախվածության մեջ Ռուսաստանից, ռուս խաղապահները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի մեր ներքին քաղաքական դիսկուրսում մենք դարձրեցինք ուրեմն խավության նոխազ, մեղադրեցինք այդ պատերազմի համար, այդ պատերազմը չկանխելու, այդ պատերազմը մեզ չաջակցելու եւ այլնի համար։ Դա բան չի։ Ես նորություն չեմ ասում, ես չեմ կարծում, որ սա վիճարկելի բայց դա իշխանությունը չէր անում, դա փորձագետները, չգիտեմ, տարբեր խմբեր, շահերի գուցե իշխանությունն էր անում։ Բացի դրանից, այդ 20 թվականի զինադադարը, 20 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի կետերից ամենակարևորը մենք հրաժարվեցինք կատարել բանը 9-րդ պարագրաֆի մասին է խոսքը։ Մենք սկսեցինք փնտրել այլընտրանքային պլատֆորմներ Ղարաբաղի հարցը լուծելու համար, չէ՞։ Միայն ռուսական պլատֆորմը չէր։ Եվ ի վերջո Պրագայում մենք ճանաչեցինք։ Պրագայում ճանաչեցինք, որովհետև 21 թվականի սեպտեմբերը տեղի ունեցավ։ 22 թվականի սեպտեմբեր։ 22 ներողություն։ Բայց դրանից առաջ արդեն այդ process-ը սկսվել էր։ Դրանից առաջ այդ process-ը կար։ Եվ համարել, որ ամեն ինչ հարթ ու հստակ էր հայ-ռուսական հարաբերությունները մինչև 22 թվականը եւ 22 թվականից սկսվեցին այդ խնդիրները։ Ես կարծում եմ դա մի քիչ բան է, շատ տենդենցիոզ խմբագրում է պատմության։ Բան չասեցի, բայց 21 թվականին էլ Հայաստանի սահմանների վրա եղել են հարձակումներ, ոչ ավտոմատներով ու կրակելով, բայց հիշում եք այդ դեպքերը, որ մտնում էին, մեր սահմանապահներին դուրս էին բերում այդ տարածքներից եւ այլ, փառուխի դեպքերը Լեռնային Ղարաբաղում դրանից առաջ այլ դեպքեր, այսինքն չի եղել այդ արձագանքները, գուցե Ռուսաստանի աչքով, այսպես դիտանկից որ նայում ենք ինչ-որ փոքր տեղաշարժեր են եւ դրա համար պետք չի մեծ կոնֆլիկտի մեջ մտնել, դա գուցե պետք է հասկանալ, բայց այնուամենայնիվ ելի եմ ասում Հայաստանը չունի այդ ստրատեգիական խորքը, որ ասենք այ 10 կիլոմետրի վրա ուշադրություն չդարձնենք, այ երբ որ մտնեն 30-40 կիլոմետրներ նոր պահանջ ենք հստակ։ Նորից եմ ասում, ես չեմ վիճարկում, որ մենք իրավունք ունեինք բողոքելու դրա դեմ Ռուսաստանի ես ինքս համաձայն եմ, որ ինչ որ այդ տեսակ դեպքեր են եղել, մենք կարող ենք անհանգստանալ, մենք կարող ենք բողոքել։ Մի տեսակ ինձ մոտ տպավորություն է, կներեք, ես միտքը պիտի արտահայտեմ, որ մենք ոչ թե անհանգստացած էինք Ռուսաստանի իներտ վարքագծով, որ մենք ուզում էինք փոխել Ռուսաստանի, նրանց հետ ինչ որ ներազդել նրանց վարքագծի վրա, որ նրանք փոխեն, ավելի հավատարիմ դառնան իրենց պարտավորություններին եւ այլն։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք դա ուզում էինք օգտագործել որպես արդարացում մեր քաղաքականության։ Եվ դա ես ասում եմ այն պատճառով, որ մենք իրական ալտերնատիվներ չունեինք։ Պարոն Գրիգորյան, հիմա պարզ է, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը բավական բացասական է Հայաստանում։ Այսինքն տարբեր սոցիալական հարցումներ դրա մասին են խոսում։ Եթե Ռուսաստանը այդ պայմաններում Հայաստանին մղում է աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու, ասում է, այ գնացեք կատարեք այդ ընտրությունը, որովհետեւ հասկանանք դուք մեզ հետ եք թե այլ ճամբարում եք, այսպես ասած։ Ու եթե Հայաստանը կատարի այդ ընտրությունը, մենք չեմ մտածում այդ ընտրության հետևանքների մասին, այսինքն իմանալով, որ հանրային տրամադրությունները քո օգտին չեն, կոպիտ ասած, կատարվի մի ընտրություն, որի արդյունքը էլի քո օգտին չի լինելու մեծ հաշվով եւ Հայաստանը ել ավելի է հեռանալու քո ազդեցության տարածքից, Հայաստանից դուրս է գալու մեծ հաշվով դրա արդյունքում գուցե կամ ինչ որ պահից ռուսական ռազմաբազաները, ռուսական ռազմական ներկայությունը եւ այլ։ Այսինքն դու մղում ես մի պետության մի քայլի, որի արդյունքում կարող ես տուժել ամբողջապես նաեւ դու։ Ինչու համար է դա արվում։ Այսինքն դա ենթադրում է, որ Հայաստանը այդ քայլերը կարող է անել առանց հավելյալ ռուսական սանկցիաների, պատժամիջոցների կամ հարկադրանքի գործողությունների։ Ես կարծում եմ, որ ռուսները ենթադրում են, որ նրանք կարող են Հայաստանին հարկադրել
որպեսզի Հայաստանն իր կուրսը փոխի կամ վերանայի, դրա համար էլ իրենք այս process-ը սկսել են։ Բացի դրանից, այսինքն եթե իրենք տեսնում են, որ Հայաստանը այնուամենայնիվ այս կամ այն կերպ շարժվում է այդ ուղղությամբ, ուրեմն նրանց ընտրությունը կամ ոչինչ չանելն է, այսինքն ոչինչ չանելն էլ չի, այսինքն նրանք պիտի բանան են, հաշտվեն այդ ապագայի հետ, որ Հայաստանը փոխում է իր ստրատեգիական օրիենտացիան, 102-րդ բազան հանեն, այդ դաշինքից դուրս գան եւ այլն, կամ պիտի դա կանխեն։ Հիմա նրանք որոշել են դա կանխել։ Եվ ես ենթադրում եմ, որ նրանք մտածում են, որ նրանք բավականին լուրջ ուրեմն գործիքներ ունեն, գործիքակազմ ունեն դա կանխելու համար։ Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասեմ այս կապակցությամբ։ Ինչ կլինի, եթե ռուսները իսկապես հավաքեն իրենց եղած-չեղած ու գնան այստեղից։ Ասենք այդ հարցն էլ մի տեսակ ինչ որ անլուրջ վերաբերմունքի արժանանում Հայաստանում։ Եվ մեզ թվում է, որ ռուսների գնալու պարագայում մենք հայտնվելու ենք ինչ որ բանը, ինչ որ եվրոպական դրախտում, մեզ ինչ որ երաշխիքներ են տալու արևմուտքից, նման երաշխիքներ չեն լինելու, եթե նույնիսկ ռուսները այդ հարկադրանքի գործողություններին չդիմեն, մենք մնալու ենք շատ խոցելի վիճակում, մենք հայտնվելու ենք շատ խոցելի վիճակում Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Մենք ռուսների ներկայությունը հիմա բարձրացնում է մեր ոչ խոցելիությունը։ Ես նորից ուզում եմ այդ նույն բանը, այդ բառի թարգմանությունը անգլերենից ես տենց էլ չկարողացա լավ հարմար թարգմանություն գտնել counterfactual այդ հասկացությունը, այսինքն ֆակտորի հարցազրույցում եւս դրա մասին խոսում եմ։ Ամբողջ բանը պահում ես նույնը ու քեզ հետաքրքրող այդ ֆակտորը հանում ես մեջտեղից։ Այսինքն մեզ թվում է, որ եթե ամեն ինչ նույնը մնա եւ մենք ռուսական այդ երաշխիքը հանենք, Ադրբեջանի ու Թուրքիայի վերաբերմունքը կմնա նույնը։ Այսինքն ենթադրությունը դա է, մեր այդ պնդման, այդ տարածված պնդման ենթադրությունը դա է։ Հիմա այս ուրիշ բան եմ, նորից ուզում եմ վերադառնալ մի բանի, որ նախկինում ասացի։ Իսկ ինչու Սյունիքն էլ չվերցրին ադրբեջանցիները 2022 թվականին։ Իսկ ինչու հիմա չեն վերցնում։ Իսկ ինչու Երևանը չեն վերցնում։ Ինչն է նրանց զսպում։ Եվրոպական բաները, դիտորդները։ Դուք կարծում եք ռուսական ռազմաբազան։ Ես վստահ եմ, որ ռուսական ռազմաբազան է, որովհետև այդ տեսակ լայնածավալ գործողություն իրականացնելու դեպքում դա արդեն լրիվ ուրիշ բան է նշանակելու հայ-ռուսական Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության պայմաններում իրենք իրականացրեցին հարձակում, վերցրեցին այդ տարածքը եւ ռուսներին ասեցին ցտեսություն։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան եթե որոշեն, Աստված մի արած է հարձակվել Հայաստանի վրա, եւ էլի պետք է մտածեն, որ Ռուսաստանը այնտեղ, չգիտեմ, մի քանի հազար զինծառայող ունի եւ շատ լուրջ հակահարված կտա իրենց։ Ուրեմն նախ Արցախի մասին։ Արցախը մենք ճանաչեցինք անվերապահորեն Ադրբեջանի կազմում, Պրագայում դա արեցինք, եվրոպական այդ ֆորումում դա արեցինք եւ ես չգիտեմ ռուսների արգումենտը ինչ էր ելնելու այնտեղից դուրս գալուց բացի, եթե նրանք որոշեին մնալ։ Այսինքն մենք մեծագույն նպաստ ենք ունեցել, որ ռուսները ոչինչ չկարողանան անել Ղարաբաղը պահելու հարցում, մեր իշխանությունները իրենք են պարծենում, իրենք են այս վերջերս իսկապես իրանք պարծենում են եւ շատ հաճախ են ասել են, որ Ղարաբաղից ազատվելը պայման էր, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր սուվերենությունը եւ ազատվել ռուսական լծից։ Իրենք են ասում, ես չեմ ասում սա։ Հետևաբար դա վերագրել ռուսներին, որ մենք ուզում էինք Ղարաբաղը պահեինք, ռուսները թողեցին գնացին։ Եվ մենք որևէ դերակատարություն այդտեղ չենք։ Ինձ համար առնվազն վիճելի պնդում է։ Հիմա ինչ վերաբերում է բանին։ Իրենց ներկայությունը Հայաստանում, որ կարող է անվտանգության երաշխավորել ռազմական բազաները, նրանց ֆունկցիան երբեք այն չի, որ նրանք կարողանան հարձակում, դաշնակցի վրա հարձակումը վիժեցնել կամ կասեցնել։ Դա անգլերեն էլի ներողություն եմ խնդրում ձեր ունկնդիրներից, սրա հայերեն լավ թարգմանությունն էլ չգիտեմ ես, այդ բանի լարն է, այդ ֆիթիլի լարը, էլի tripwire են ասում անգլերեն։ Այդ բազաները սովորաբար այդ դերն են կատարում։ Եթե Հյուսիսային Կորեան այսօր հարձակվի Հարավային Կորեայի վրա, այնտեղի գոյություն ունեցող ամերիկյան 30,000-անոց կոնտինգենտը ոչինչ չի կարողանալու անել բանը Փոնյանը ներողություն Սեուլը պաշտպանելու համար։ Դա դրած է այնտեղ, որpիսի եթե նման հարձակում լինի, այդ բազան ինքը հարձակման ենթարկվի։ Այդ tripwire-ի կոնցեպտը հենց դա է, այսինքն դու ավտոմատ կերպով արդեն պատերազմի մեջ ես մտնում։ Հայաստանում բազայի իմաստն է դա բոլոր աշխարհի բոլոր բազաների իմաստը դա է։ Հայաստանում, եթե չեմ սխալվում, բազայի հետ կապված պայմանագիրը, որ Սերժ Սարգսյանի ժամանակ թարմացվեց եւ հավելվածով ավելացավ, բազայի ժամկետը երկարաձգեցին, բազան դարձավ նաեւ պատասխանատու Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ Շատ լավ։
ելի եմ ասում, այդ որևէ երկրում, եթե քո տարածքից դուրս ինչ որ ռազմական ուժ ես դնում, դրա ֆունկցիան բանը վիժեցնելը չի, այսինքն վիժեցնելն է, բայց դա կասեցնելը չի հարձակումը, այլ քեզ պատերազմի մեջ ներքաշելը։ Ես մի պատմություն պատմեմ շատ կարճ, որպեսզի պարզ դառնա թե սա իմաստը ինչ է։ Երբ բանակցություններ էին գնում Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջև առաջին համաշխարհային պատերազմից առաջ, թե ինչ քանակությամբ եւ ինչ տեսքի էքսպեդիցիոն ուժեր պիտի բրիտանացիները տեղակայեն Ֆրանսիայում։ Հետո այդ բանակցություններից հետո այդ կոկտեյլի ժամանակ ֆրանսիացի գեներալներից մեկը բրիտանացի բանագնացին ասում է իրականում գիտեք ինչ, եթե նույնիսկ մի զինվոր բերեք, մի բրիտանացի զինվոր բերեք Ֆրանսիա, դա մեզ համար բավարար է, բայց մենք անպայման այնպես կանենք, որ այդ զինվորը զոհվի Գերմանիայի հենց հարձակման առաջին օրը։ Որ ձեզ ներքաշենք պատերազմի մեջ։ Բազաների իմաստը դա է, այսինքն բան անել, որ 102-րդ բազան ինչ պիտի անի Թուրքիայի, եթե թուրքական 3-րդ բանակը Հայաստան ներխուժի, իհարկե ոչինչ չի կարող անել այդ հարձակումը կասեցնելու համար, բայց դա ներքաշելու է Ռուսաստանի պատերազմի մեջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիվիլենտ տաղավարում ես զրուցեցի Արման Գրիգորյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։